Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Թունյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Թունյան, շատ պարզ հարց, ինչ կատարվեց Արարատցեմենտ գործարանի շուրջ։ Շնորհակալություն հրավերի համար։ Արարատցեմենտ ընկերության շուրջ մի process է կատարվում, որը սկիզբ է առել, եթե չեմ սխալվում, դեռևս 2023 թվականին, եւ հիմա մենք հանգուցալուծման որոշակի փուլի ենք հասել եւ տեղի ունենում նախկինում թույլ տրված խախտումների կամ արդարության վերականգնումի վերջո։ Ո՞րն է այդ արդարության վերականգնումը, որ գործարանը ժամանակավորապես հանձնվի պետության կառավարմանը։ Արդարությունը այն է, որ այդ գործարանը ժամանակին զարտուղի ճանապարհներով է ձեռք բերվել ըստ ներկայացվող հաղորդման ու հայցի, եւ այդ խոսակցությունները դեռևս 2019 թվականից կային, որ Արարատցեմենտ ընկերությունը իր իրական արժեքից ոչ թե մի քանի անգամ, այլ մի քանի տասնյակ անգամ էժան գնով, ինչ որ անհասկանալի սխեմաներով տրվել է իր ներկայիս սեփականատիրոջը, եւ այս առումով գործը հարուցվել էր, եթե չեմ սխալվում, դեռևս 2023 թվականին, եւ հիմա կառավարումն է անցել պետությունը, սեփականությունը չի անցել պետությանը։ Ես ինքս իրավական հարցերի մեծ մասնագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ մի որոշակի փուլի հետո, որ արդեն կլինեն վճիռներ եւ process-ը արդեն կհասնի վերջին, սեփականության հարցով փոփոխություններ կլինեն։ Սա ժամանակավոր կառավարում է լինելու պետության կողմից, բայց կարող է երկարաձգվել կամ առհասարակ կարող է կառավարումը ասել, որովհետեւ դա ավելի շատ իրավական հարց է, բայց եթե քրեական գործը հարուցված ու կասկածներ կան, որ այդտեղ լուրջ իրավախախտումներ են կատարվել, ապա ժամանակավոր կառավարիչը այս փուլի համար տրամաբանական լուծում է։ Պարոն Թունյան, այս օրին հաստատ լսել եք, ասում են, որ սա քաղաքական process է, ուղղված ԲՀԿ առաջնորդի դեմ, Գագիկ Ծառուկյանի դեմ։ Սա քաղաքական է կամ քաղաքական ինչպիսի բաղադրիչ ունի process-ը։ Իսկ դուք հիշում եք մեր ընդդիմադիր գործիչներից որևէ մեկի նկատմամբ հարուցված կամ իր ընկերություններից մեկի նկատմամբ կամ հենց անձամբ իր ապօրինությունների նկատմամբ հարուցված որևէ քրեական գործ, որի վերաբերյալ չասեն, որ սա քաղաքական է։ Մենք այստեղ մեղք չունենք, որ մեր քաղաքական ընդդիմադիրները հիմնականում խոշոր կապիտալի սեփականատերեր են եւ մենք այստեղ մեղք չունենք, որ իրենք այդ իրենց կապիտալը ձեռք բերելու եւ ավելացնելու ճանապարհը անցել են բազում խախտումներ թույլ տալով։ Բնականաբար սա քաղաքական չի, սա կա կոնկրետ հիմք, ովքեր ավելի մանրամասն են ուզում, կարող են հենց նույն հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը նայել, որը ես էլ էի նայում առավոտյան, օրինակ ըստ այդ ռեպորտաժի եւ ըստ նախկինում շրջանառվող լուրերի գործարանը, որի համար ժամանակին օտարերկրյա ընկերություններից մեկը առաջարկել էր $32 միլիոն, անցել էր ներկայիս սեփականատիրոջը $200,000։ Իմ կարծիքով սա բավականին լուրջ թեմա է ու այստեղ քաղաքական ենթատեքստի մասին խոսելը իմ կարծիքով անհիմն է։ Դրա մասին խոսում են այն հիմքով, որ նախընտրական շրջանում վարչապետը խոսում էր այն մասին, որ այդ գործարանը պետականացվելու է եւ մեկ էլ հանկարծ այնպես է ստացվում, որ ընտրություններից հետո տեղի է ունենում ձեր գնահատմամբ իրավական գործընթաց։ Սա արդյոք չի տալիս կամ չի առաջացնում կասկած հասարակ քաղաքացիների մոտ, որ սա ուղղակի տնտեսական քայլ չի, կամ եթե նույնիսկ տնտեսական է, դա ունի քաղաքական բաղադրիչ այն պատճառով, որ տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետք է դրա մասին հիշել, այսինքն պետք է հիշել, որ այս կամ այն քաղաքականությամբ զբաղվող մարդը նաև խոշոր կապիտալի կրող է։ Դրա մասին չեն հիշում, երբ նա քաղաքականության մեջ ակտիվ չի։ Սա չի առաջացնում կասկած։ Ուրեմն վերջին տարիներին միշտ էլ այդ ընկերությունների մոտ ստուգումներ եղել են ու միշտ process-ներ ընթացել են։ Ես համոզված եմ, այս process-ը երբ է լիներ, ընտրություններից առաջ է լիներ, նախընտրական շրջանում լիներ, նախընտրական շրջանից առաջ է լիներ, միշտ ասելու են ինչու հենց հիմա, նախընտրական շրջանում լինենք, ասեն դրանով ճնշում են գործադրում, հետընտրական շրջանում ասում են սա քաղաքական է։ Իմ կարծիքով այդ հարցը ինչու հենց հիմա եւ ինչ process-ներ են իրավական տեղի ունեցել, որ այդ ժամանակավոր կառավարիչ նշանակելու անհրաժեշտությունը առաջացել ընտրություններից հետո, կարծում ավելի ճիշտ կլինի, որ իրավապահ մարմինները այդ հարցին պատասխանեն, բայց օրինակ կոնկրետ Արարատցեմենտի մասով չգիտեմ, բայց օրինակ Շանգրիլայի հետ կապված, Օնիրա Քլաբի հետ կապված, ես գիտեմ, որ ստուգումներ էին ընթանում եւ այդ ստուգումների արդյունքում
բավականին լուրջ խախտումներ են հայտնաբերել եւ այդ խախտումները հայտնաբերելու ժամանակահատվածը համընկել է հենց հիմիկվա հետ, այսինքն այստեղ դա կապել հետընտրական շրջանի հետ իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի, մանավանդ որ եթե այդ հիմքերը մինչև ընտրությունները արկա լինեն, ես համոզված եմ, որ այդ process-ները մինչև ընտրությունները տեղի կունենային։ Այդ ժամանակ կարծում եմ ես ավելի շատ կմեղադրեին ու կասեին, տեսեք, նախընտրական շրջանին ընդառաջ։ Իսկ պատահականություններ են վարչապետի հայտարարություններում ընթացող գործընթացները։ Վարչապետը ըստ էության հայտարարությունը արել է, իմանալով, որ կա որոշակի քաղաքական process-ներ, իրավական process-ներ, եւ կարծում եմ այդ իրավական ինֆորմացիան իրեն հիմք է տվել եզրակացնելով, որ դա ի վերջո ունենալու է հետեւյալ հանգուցալուծումը։ Լավ, իսկ տնտեսական առումով եթե դիտարկենք, պետությունը լավ կառավարիչ կլինի այս գործարանի։ Տեսեք, պետությունը սովորաբար ընդունված ասել, որ վատ կառավարիչ է, բայց կան ոլորտներ, որոնք օրինակ հանրային ծառայությունների ոլորտում կամ եթե ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտ են, որտեղ պետական, չեմ ասում կառավարումը, բայց պետության մասնակցությունը կառավարմանը մեծապես օգնում է։ Օրինակ, մենք հիմա տեսնում ենք ինչ է կատարում Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ։ Ասում ենք պետությունը վատ կառավարիչ է, բայց մենք ունենք ժամանակավոր կառավարիչ, որի կառավարման ընթացքում մենք ունեցել ենք հեծի կողմով վճարվող հարկերի աճ, մենք ունեցել ենք այդտեղ տարբեր, այսպես ասենք, տարօրինակ գործարքների օպտիմալացում, մենք ունեցել ենք կառուցապատողների համար սակագների մոտ 35-40% նվազեցում եւ կարծում եմ հեծի վիճակը այսօր բավականին ավելի լավն է եւ ավելի թափանցիկ է հիմնարկը քան առաջ։ Բայց մասով են ասում պարոն Թունյան, դա էլ միանշանակ չեն ընդունում, նույն ընդդիմադիր դաշտում իրենք օրինակ են բերում դե հեծը, հիմա Արադ ցեմենտը, հետո չգիտենք, մեկ այլ խոշոր գործարան այն մասով, որ պետություն միջամտություն է անում սեփականության մեջ։ Տեսեք, նման process-ներ շատ երկրներում կատարվում են։ Եթե պետությունը միջամտություն անի օրինական աշխատող որևէ բիզնեսի մեջ, բնականաբար դա անթույլատրելի, դատապարտելու երկրի ու տնտեսության համար վնասակար երևույթ է, բայց եթե մենք գործ ունենք անօրինությունների հետ, ապա պետությունը այդտեղ պետքա իր ձեռքը վերցնի այդ լծակները ու կարողանա վերահսկել իրավիճակը։ Օրինակ Հայաստանի էլեկտրական ցանցերը ինքը ստրատեգիական է, ցեմենտը նույնպես ստրատեգիական է եւ ովքեր կասկածում են նրա վրա, որ մենք համարում ենք, որ ցեմենտի արտադրությունը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի, թող հետ գնա 2019 թվականը եւ հիշեն, թե մենք 2019 թվականից սկսած ցեմենտի հարցում կառավարության կողմից ինչ օրենսդրական նախաձեռնություններ են ընդունել։ Արտոնություններից սկսած։ Ոչ միայն արտոնություններ, եթե կառավարության միջամտությունը չլիներ, ես համոզված եմ, որ Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունները սնանկացման էին գնացած լինելու, որովհետև իրանական ցեմենտը շատ էժան գնով մտնում էր հայկական շուկա եւ ըստ էության դեմպինգի էր ենթարկում։ Մենք այս ընթացքում մի քանի անգամ ներկրվող ցեմենտի համար турք ենք սահմանել, այսինքն Հայաստանի կառավարության համար այդ արտադրությունը շատ կարեւոր է ու շատ կարեւոր նշանակություն ունի, թե որպես արտադրություն, թե որպես տնտեսության միջուղ, թե որպես մի ուղղություն, որը սպասարկում է մեր ենթակառուցվածքային ծրագրերը կրթության ու մնացած ոլորտներում։ Այս առումով որևէ մեկը չի կարող կառավարությանը մեղադրել, որ իրենք տնտեսության որևէ ոլորտի վնաս են տալիս, բայց եթե այդտեղ կան ապօրինի երևույթներ, ապա այդ իրավական գործընթացները պիտի անխոճոդոտ ընթանան մինչև վերջ։ Պարոն Թունյան, Հայաստանում տեղական ցեմենտի արտադրության քանի տոկոսն է այս գործարանը ծածկում։ Եթե չեմ սխալվում, մոտ 60-70%-ը։ Դա բավականին զգալի է։ Հիմա եթե ժամանակավոր կառավարումն անցել է պետությանը, այս դաշտում մրցակցության խնդիր կարող է առաջանալ։ Չի կարող առաջանալ, որովհետև այդ ընդունված турքերը այնպիսի հավասարակշռված բանաձևերով են հաշվարկվում, որ մենք ունենում ենք շուկայում մի քանի խաղացողներ։ Մենք ժամանակին ունենք եւս մեկ ընկերություն, Հրազդանի ցեմենտը, որը հաստատի այսօր չի աշխատում, դրա խնդիրները լրիվ այլ են, բայց մենք ունենք այսօր աշխատող մեկ խոշոր ընկերություն արտադրող, դա Արարատի ցեմենտի գործարանն է, մենք ունենք ներմուծում, որը հավասարակշռում է, եւ մենք ունենք միջանկյալ արտադրողներ, որոնք այդ հումքը ստանում են դրսից, կլինկերը եւ այստեղ են ցեմենտ արտադրում, եւ турքի չափերը ընտրված են այնպես, որ այդ 3 խաղացողներից ոչ մեկը, այդ 3 սեգմենտներից մյուսի նկատմամբ առավելություն չունենա։ Եթե մենք մի քիչ այդտեղ անզգույշ լինենք որպես պետություն, մենք կարող է գործ ունենանք մոնոպոլիայի հետ։ Հենց նման ազդակներ ենք նկատել, արագ միջամտություն ենք կատել ու կարծում եմ պետությանը հաջողվել է երկար տարիներ, այսինքն վերջին 5-6 տարիների ընթացքում ցեմենտի շուկայում ճիշտ
միշտ քաղաքականության շնորհիվ այդ հավասարակշռությունը իսկ հիմա այդ մոնոպոլ դիրքը չի կարող ունենալ պետությունը հաշվի առնելով, որ արդեն կառավարում թեկուզ ժամանակավոր իր ձեռքում է այս գործարանի։ Նկատի ունենք, եթե պետությունն է այդտեղ կառավարիչ, ինքը ավելի շատ առավելություններ կունենա այդ առավելություն կարող է ունենալ։ Չգիտեմ, գնի հետ չկարողանա մտածության մեջ մտնել եւ դուրս մղել շուկայից։ Եթե պետությունն է այդտեղ կառավարիչ, դա չի նշանակում, որ օրինակ այդ ընկերությանը աշխատողները ձրի են աշխատելու կամ այդ ընկերության գազը արտոնյալ սակագնով է լինելու կամ ընկերության հարկերը ուրիշ ձև են հաշվարկելու։ Ի վերջո մենք այսօր էլի տարբեր ընկերություններ ունենք, որտեղ պետությունը ամբողջությամբ կամ մասնակի փայ ունի, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկը, օրինակ ասել, որ պետական մասնակցությունը այդտեղ խաթարում ամրցակցությունը իհարկե սխալ կլինի, բայց այս ամեն ինչով հանդերձ մենք չենք համարում, որ պետությունը պիտի այդտեղ մշտական մասնակցություն ունենա 100%-անոց, մենք համարում ենք, որ այն ոլորտները, որոնք որ պետության համար կարևոր են, մենք պիտի այդտեղ որպես կառավարություն, որպես պետություն խիստ վերահսկողություն սահմանենք, իսկ մնացած տեղերում մեր տեսլականը ավելի շատ ուղղված է նրան, որպեսզի այդ ընկերությունները թափանցիկ աշխատեն եւ բաժնետոմսերի շուկայի միջոցով մասնավորեցվի դրանց մի մասը եւ մեր քաղաքացիները դառնան դրա փայատեր, ոչ թե պետությունը կամ կառավարությունը։ Ներդրողների տեսանկյունից էլի տարբեր կարծիքներ կան այս մասով, որ սա կընկալվի սեփականության իրավունքի խոցելիության օրինակ։ Դա այդպես կլինի, թե ոչ։ Ինքը ամենատարածված ու ստանդարտ հարցն է, եթե որևէ երկրում տեղի ունենում մասնավոր բիզնեսի խլում, պայմանական ասած, դա բնականաբար վատ ազդակ է օտարերկրյա ներդրողների համար։ Ընդդիմությունը հենց այդ լույսի քողի ներքո է ներկայացնում։ Բայց օտարերկրյա ներդրողները բավականին լավ տեղեկացված են եւ շատ լավ գիտեն ինչն է խլում, ինչն է արդարության վերականգնում, ինչն է անօրինականություն, որովհետեւ այդ նույն օտարերկրյա ներդրողների համար շատ վատ ազդակ է եղել ժամանակին այն process-ը, ինչպես այս ընկերությունը անցել է իր ներկայիս սեփական այդիրոջը։ Ես նշեցի, որ տարիներ առաջ այս process-ին մասնակցել են օտարերկրյա ընկերությունները, այսինքն օտարերկրյա ներդրողը ցանկացել է մասնակցել մրցույթին եւ ձեռք բերել ընկերությունը, հետո ինչ-ինչ պատճառներով այդ ընկերությունը անցել է տեղացի մեծահարուստներից մեկին։ Այդ process-ը ներդրողների մոտ շատ ավելի մեծ անվստահություն է առաջացնում։ Այսինքն օրինականության բացակայությունը եւ խտրական վերաբերմունքը, կոռուպցիոն որոշ սխեմաներ օգտագործելը եւ օրենքի գերակայության բացակայությունը, երբ կրկնվեցի, դրանք մեծապես ազդում են ներդրողների վրա։ Եվ այս մեխանիզմները, ասում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, էլի երկրներ կարող եմ թվել, որ նման process-ներ են տեղի ունեցել, երբ որ մաֆիայի պարագլուխներին պատկանող գույքեր կամ ընկերություններ անցել են պետությանը։ Ի վերջո, մենք սեփականության վերաբաշխում չենք արել եւ ինչպես նախկինում էր, մեկից չենք վերցրել ինչ-որ ընկերություն տվել մյուսին։ Մենք պետության շահերից ելնելով մի դեպքում պետական սեփականություն է դարձել, մի դեպքում պետական կառավարում է դարձել, ոչ թե մեր հարազատներից, մեր ընկերներից որևէ մեկը դարձել է այդ ընկերության փաստացի սեփականատերը։ Պարոն Թույլյան, իսկ կա հստակ ճանապարհային քարտեզ, ինչ պայմաններով պետությունը պիտի դուրս գա այս իրավիճակից։ Վերադարձի նախկին սեփականատիրոջը հարցերը լուծելուց հետո վաճառի այլ ներդրողի, թե երկարաժամկետ պետական կառավարման մնա գործարանը։ Ճիշտ ասած, այդ հարցի ճիշտ հասցեատերը ես չեմ, որովհետև դա ավելի շատ իրավական խնդիր է։ Ինձ որպես օրինակ падգամավորի, ով ավելի շատ ներգրաված է տնտեսական գործընթացների մեջ, ինձ առաջին իսկ օրվանից հետաքրքրել է այն հարցը, որ հանկարծ մենք չունենանք ցեմենտի գործարանի կանգ եւ մենք չունենանք այդ ընկերության փաստացի գործունեության դադարեցում եւ դրանից բխող տարբեր խնդիրներ։ Եվ անգամ այդ առումով որոշակի անհանգստություն էին նկատում հենց այդ առաջին օրերին, կառուցապատողներից շատերը նամակներ էին գրում եւ կառավարության գործընկերներին էլ այդ մասին տեղյակ էի պահել, բայց իրենք բնականաբար ինձնից ավելի շուտ էին տեղյակ եւ շատ արագ, ինչպես տեսել եք, մի քանի օրվա ընթացքում ցեմենտի գործարանը սկսեց աշխատել, որտեվ ինքը այնպիսի արտադրություն է, որ դրա կանգ առնելը թեկուզ կարճ ժամանակահատվածով մեծ խնդիրներ առաջ բերելու, բացի դա ինքը տեխնիկապես էլ խնդիրներ կարող է առաջացնել, այսինքն վերագործարկելը կարող է շատ մեծ դժվարություններով լիներ, փառք Աստծո։ Իսկ մի քանի օրվա կանգը խնդիրներ առաջացրել է։
Իմ կարծիքով ոչ, եթե առաջացած լիներ, մենք այսօր ցեմենտի արտադրություն չէինք ունենա, բայց այդտեղ ինչ որ տեխնիկական հարցեր կան, որ եթե մի որոշ ժամանակ օրինակ այդ վառարանը չի աշխատում կամ այլ սարքավորումներ, հետո իրենց արդեն աշխատացնելը շատ բարդ է լինում։ Մենք այդ խնդիրը լուծել ենք, նման հարց չունենք, ցեմենտի շուկայում պանիկա խուճապ չկա, գնաճային սպասումներ չկան եւ ընկերության աշխատողները նորմալ գնում են գործը։ Ինձ որպես ասում եմ մարդու, ով որ այդ հարցերի շուրջ է ավելի շատ ներգրաված այդ հարցերի մեջ, ինձ այդ հարցները հետաքրքրում։ Մնացածը ես կարծում եմ ավելի ճիշտ կլինի իրավական թեմաներով զբաղվող մեր գործընկերները պատասխանեն։ Պարոն Թունյան, եթե գնանք վատագույն սցենարով, հաշվի առնելով, որ ավանդաբար ընդունված է ասել, որ պետությունը վատ կառավարիչ է, այս դեպքում թեկուզ վատ սցենարով, եթե գնանք եւ պետությունը իսկապես որպես վատ կառավարիչ ձախողում է, քաղաքական եւ ֆինանսական պատասխանատվությունով է կրելու։ Եթե մի հատ հստակ ձևակերպենք ձախողել ասելով ինչ նկատի ունենք, մենք ես կարողանամ ձեր հարցին պատասխանել։ Ըստ էության ձախողելու տարբերակ չկա։ Այ հիմա եթե նայենք ինչն է ձախողվել, ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտեմ, բայց օրինակ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրությունը եթե հիմք ենք վերցնում, ընդամենը մի քանի օրվա ստուգումների արդյունքում, ասենք եթե համեմատել էին բաց թողնվող փաստացի բեռնատարների ծավալները ցույց տրվող շրջանառության հետ, մենք այդտեղ գործ ենք ունեցել այլանդակ մեծ ծավալի ստվերի հետ։ Ու հարկեր չվճարել։ Եթե նկատի ունենանք, որ հարկեր չեն վճարվել այդ մասշտաբի, ամենամեծ ձախողումը հենց դա է։ Պետությունը ինչը պիտի ձախողի, եթե փաստացի այդ արտադրողը ինքը շուկայում աշխատատեղերի կրճատում, վատագույն սցենարի դեպքում փակում, այդ շուկայում խնդիրների առաջացում։ Ցեմենտը այնպիսի ոլորտ է, որ ինքը մշտական պահանջարկ ունի։ Արարատի ցեմենտի գործարանը, ասում ենք, շուկայի 60-70% ունի։ Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքները, շինարարությունը, ճանապարհաշինությունը ինտենսիվ աճում են, այսինքն պահանջարկը միշտ կա, եւ այդ ընկերության ձախողումը այդ ձախողելու համար մեծ տաղանդ է պետք եւ կարծում եմ որ որևէ այս պահին հիմք չկա կարծելու որ պետությունը ձախողելու է ընկերության կառավարումը։ Մի քանի այլ հարց էլ։ Խնդրեմ։ Ռուսաստան մեր արտահանումների հետ կապված ծագած խնդիրների վերաբերյալ արդեն գիտենք, որ կաթնամթերքի հետ կապված էլ խնդիր կա ռուսական շուկայում։ Իրենք էլի վատ որակի պատճառով իրենց բացատրությամբ հրաժարվում են նաև Հայաստանից որոշ կաթնամթերքի արտահանումը ներմուծումը իրենց մոտ։ Ի վերջո սա կշարունակվի, կարծիքներ կային, որ ընտրություններից հետո գուցե թուլանա, այն ապրանքները, որոնք Ռուսաստանը չի ընդունում, գուցե վերանայի կամ նորերը գոնե դրա շարքում չավելանան, բայց կարծես թե շարունակվում է։ Ինչ եք մտածում, ինչ կլինի։ Անկեղծ ասած ես էլ էի կարծում, որ ընտրություններից հետո այդ գործելավոճը կփոխվի, որտեղ ակնհայտ է, որ մենք այս դեպքում գործ ունենք քաղաքական որոշումների հետ եւ եթե նախկինում մենք ասում ենք օրինակ կան ապրանքատեսակներ, որոնց դեպքում մենք իրոք խնդիր ունենք եւ դա որևէ մեկը չի հերքում եւ մենք այդտեղ աշխատելու տեղ ունենք, բայց կան նաեւ դեպքեր, երբ որ ակնհայտ անհամապատասխանություն կար, այսինքն ջերմուկի մասով, ծիրանի մասով եւ կաթնամթերքի հետ կապված որոշումը երևի տեղյակ եք, որ դրանից անմիջապես հետո մեր սննդի անվտանգության տեխնիկական մարմինը, այո, հաղորդագրություն տարածեց, որը փաստացի թարգմանաբար նշանակում էր, որ հակառակ կողմը սխալ ինֆորմացիա է տարածում եւ մենք այդ առումով նման խնդիրներ չունենք, այսինքն համատեղ ստուգում էին արել եւ խախտումներ չէր հայտնաբերվել։ Եթե այս process-ը շարունակվում է, ես հիմա կարող եմ անձամբ իմ կարծիքը ասել, այդ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության չի կարողանում օգտվել Եվրասիական տնտեսական միության շուկայից։ Իսկ Եվրասիական տնտեսական միության շուկայից օգտվելը, այդ հնարավորությունը, այդ գլխավոր եւ կարելի ասել միակ փաստարկներ, ինչի համար մենք պիտի ժամանակին անդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը։ Եվ չգիտեմ, եւ ժամանակը ցույց կտա։ Քաղաքական որոշման խնդիր կառաջանա։ Քաղաքական որոշման, դա արդեն քաղաքական որոշման հարց չի, դա պարզ թվաբանության հարց է, այսինքն եթե դու անդամակցում ես միտեղ որտեղ քո արչև մուտքը փակում են եւ մյուս կողմից քո արչև սահմանափակումներ են դնում, օրինակ երրորդ երկրներից ապրանքներ ներմուծելու համար, հարց է առաջանում ու տարօրինակ կլինի, եթե այդ հարցը չառաջանա։ Իսկ ինչի համար է անհրաժեշտ մեր մնալը
տվյալ տնտեսական միությունը, որից մենք օգուտ չունենք, բայց վնասներ ունենք։ Բայց որոշում կայացնելը մեկ այլ հնարավոր տեղ գնալուց առաջ ոնց է հնարավոր։ Դե այնպիսի որոշում է, դա բնականաբար դա ոչինչ որոշ Եվրամիությունը մեր կողքին է, փորձում է օգնել, չգիտեմ, նույնիսկ արտոնություններ կան անմաքս ռեժիմի եւ այլն, բայց եւ այնպես մենք շատ լավ հասկանում ենք, որ դեռ այդ ճանապարհը մեզ համար հարթ չէ։ Եվ գնալ որոշում ԵԱՏՄ-ում լինել չլինելու այն դեպքում, երբ մենք դեռ ճանապարհ չենք անցել այստեղ, որքանով է մեր շահերի ձգում։ Ես չեմ ասում, մենք պիտի վաղը դուրս գանք Եվրասիական տնտեսական միությունից, ես ասում եմ հարցը նպատակահարմարության եւ դրա իրական օգտակարության քննարկման առարկա պիտի դառնա։ Տարօրինակ կլինի, եթե չդառնա։ Եթե ասում ենք պատրաստ չենք, Եվրամիությունը, այո, պատրաստ չենք, բայց մյուս կողմից եթե նայում եք, իսկ ինչ ենք կորցնում, կարող է պարզվի ոչինչ չենք կորցնում, որովհետեւ կորցնելիքը մեր շուկան է։ Իսկ շուկան, եթե ասում կորցնում ենք կամ արդեն դրա մի մասը կորցրել ենք, այդ նշանակում է այլևս կորցնելու բան չի մնում։ Բայց պարոն Թունյան, այս մի քանի ապրանքատեսակների արգելումը ԵԱՏՄ շուկա, մասնավորապես ռուսական շուկա, դա նշանակում է, որ մենք մի մասն արդեն կորցրել ենք շուկայում։ Դե փաստացի այն ապրանքը շատ ենք կախված այդ շուկայից։ Ես կարծում եմ, որ մենք շատ ենք կախված իրենց շուկայից, բայց իրենք էլ մեզնից կախվածություն ունեն, եւ եթե այդ մեր անդամակցությունը միայն մեզ պետք լիներ, ժամանակին այս միտքը էլի կարծեմ ձեր հետ զրույցում եմ ասել, ժամանակին Հայաստանը պիտի խնդրեր, որ դառնար Եվրասիական տնտեսական միության անդամ, ոչ թե մեզ պիտի ստիպեին կամ համոզեն, որ մենք դառնանք Եվրասիական տնտեսական միության անդամ։ Հիմա այսօր մենք ունենք կարգավորումներ, այսինքն արտաքին տնտեսական հարաբերությունների մեջ մենք ինքնուրույն որոշումներ կայացնել չենք կարող մաքսատուրքերի մասով եւ ունենք օրինակ ապրանքատեսակներ, որոնց ներկրման դեպքում բավականին բարձր մաքսատուրքեր են սահմանված, որովհետեւ այդ ապրանքների արտադրությամբ զբաղվում են օրինակ ԵԱՏՄ անդամ այլ երկրներ։ Հիմա պիտի հասկանանք, մենք օրինակ Ռուսաստանի ավտոմոբիլաշինությանը աջակցելու համար պիտի բարձր մաքսատուրքերը հանդուրժենք ու դրա դիմաց հանդուրժենք նաև մեր արչև եվրասիական շուկայի փակվելը, սրանք հարցեր են, ասում եմ, որոնք զարմանալի կլինի, եթե տրամաբանող մարդու գլխում չառաջանան։ Պարոն Թունյան, եթե շարունակվեն այս սահմանափակումները, եթե ամփոփ ասենք արդեն տարվա կտրվածքով որքան վնաս կկրի մեր տնտեսությունը։ Իհարկե դեռ վաղ է դրա մասին հստակորեն ասել, բայց ընդհանուր պատկերով տեսեք, զուտ թվերով եթե ասենք, օրինակ գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասով դա մեր համախառն ներքին արդյունքի 2%-ը չի գերազանցում եւ հաշվի առնելով նաեւ որ մենք ունենք տեղական սպառում, հաշվի առնելով որ թեկուզ փոքր քանակն են, բայց արտահանվում են նաեւ արդեն այլ շուկաներ, դա ողբերգական կամ մեր տնտեսության համար այդպիսի կործանիչ ազդեցություն չի, բայց մյուս կողմից այդ փոքր ծավալը անգամ ինքը նշանակում է շատ մեծ մարդկանց ներգրավվածություն, այսինքն կարող է տնտեսության ընդհանուր մասշտաբներով ինքը քիչ լինի, բայց ասենք մի քանի 100 կամ մի քանի հազար մարդու կյանքում կավելանա, կատնամթերքն ավելացավ, աստված մի արասի գազն ավելանա ու նմանատիպ այլ հարցեր։ Դրա համար մենք կոնկրետ ես կոնկրետ թիվ հիմա չեմ հնչեցնի, շատ բարդ է այդ թիվը հնչեցնելը, բայց կառավարությունում տարբեր սցենարներով հաշվարկները կային եւ այդ թե արտահանման այս խնդիրների մասով, թե էներգակիրների առումով եւ կարծում եմ այս պահին Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բավարար դիմադրողականություն ունի այդ խնդիրներին այս պահին արձագանքելու համար, բայց նաեւ հարցի քաղաքական կողմն էլ կա, երբ որ օրինակ այդ դժվարությունների համար մեղադրում են կոնկրետ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ես դա չեմ հասկանում։ Կանխեցիք իմ հարցը, որտեղ ընդդիմադիրներն ասում են դեռ ռուսների հետ լավ հարաբերություններ ունենայիք եւ այս խնդիրները եւ պատժումները, պատժիչ գործողությունները չստանայիք։ Փչացրել եք հարաբերությունները եւ ստանում եք հարցական պատասխանը։ Ընդամենը 4-5 օրից մենք ազգային ժողովում արդեն 9-րդ գումարման ազգային ժողովում մեր ընդդիմադիրներին տետատետ լսելու հնարավորություն կունենանք, թողան իրենց այդ հարցերը տան եւ պատասխաններն կստանան։ Այսինքն, եթե մարդիկ Ռուսաստանի կամ այլ երկրի շահերը, իրենց երկրի շահերից ավելի վեր են դասում, մենք իրենց ունենք հարցեր տալու, ոչ թե իրենք։ Պետական շահն են առաջ տանում։ Նայած որ երկրի պետական շահը, որտեղ ասում պետական շահն են առաջ տանում Հայաստանը։ Թողան ապացուցեն, թե ոնց են այդ երկրի պետական շահը առաջ տանում։ Իրականում այդ մարդիկ, երբ որ ասում են, որ դուք Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ ունեք դրա համար այսպես կամ այսինչ քայլ արեցիք դրա համար այսպես եղավ, իրենք ամենամեծ վնասն են տալիս հայ-ռուսական հարաբերություններին, որովհետև ռուսական կողմը հայտարարում է, որ խնդիրը տեխնիկական է,
իրենք ասում են, որ խնդիրը քաղաքական է։ Այսինքն կամ իրենք են սուտ խոսում, կամ են կողմը, որը այս փաստացի պատճառով չեն ընդունում, որ սա բացառապես տնտեսական հարց չի։ Մենք էլ ենք ընդունում, մենք էլ ենք ընդունում, դրա համար էլ այդ մասին ասում ենք, բայց իրենք այս դեպքում պիտի հասկանան դրա գլխավոր մեղավորը ով է եւ ով ինչ չի արել կամ ով ինչ է արել, որ կողմը, որի հետևանքով մեր տնտեսվարողները տուժում են։ Վերջին հարցը պարոն Թունյան, եվրոպական կողմից մեզ տրվող կամ տրվելիք աջակցությունը որքանով կմեղմի հնարավոր նոր ռիսկերը եւ ի վերջո այդ անմաքս արտահանումների հնարավորությունը արդյոք հասանելի է, շոշափելիորեն հասանելի է բիզնեսին։ Տեսեք, հիմա կառավարությունը աջակցության տարբեր ծրագրեր ընդունել գյուղատնտեսության ոլորտում եւ դա ենթադրում է որոշակի արտոնյալ վարկեր կամ աջակցության այլ գործիքներ եւ այս պայդրությամբ կառավարության կամ Հայաստանի Հանրապետության ռեսուրսներն ու Եվրոպական միությունից ստացվող աջակցությունը բավարար են այդ չեզոքացնելու համար այն ազդեցությունը, որը կա։ Կարճաժամկետի մասին եք դեռևս խոսում։ Այո, կարճաժամկետի մասին ենք խոսում, հույս ունենք, որ կարճաժամկետել կմնան այս ազդեցությունները եւ չեն շարունակի։ Եթե երկար է ամեն ինչը, իմ կարծիքով արդեն պիտի համ մեր ռեսուրսները, որոնք հատկացվում են այդ ուղղությանը, համ եվրոպացի գործընկերների հետ հնարավոր հարաբերություններ պիտի քննարկվեն վերստին, բայց նաև մի հատ հետաքրքիր հանգամանք եմ ուզում նշեմ, օրինակ տեղական շուկայում, եթե նայում ենք, մրգերի գները, օրինակ ես որ վիզուալ նայում եմ, այնպես չի որ ջրի գին են դարձել, սովորաբար եթե որևէ ապրանք ինքը արտահանվելու տեղ չունի եւ այդ ապրանքը ուղղակի պիտի թափեն, ներքին շուկայում շատ իջնում է։ Շատ է, այսինքն անգամներով է իջնում, բայց մենք այսօր փառք Աստծո Հայաստանի Հանրապետությունը։ Բայց դրա բացատրությունը ո՞րն է։ Դրա բացատրությունն է, որ ներքին շուկայում պահանջարկը ամեն դեպքում կարողանում է ծածկել այդ արտահանման վնասները, որոնք մենք կրում ենք։ Սա այնքանով էլ է, որ այդ մարդիկ, ովքեր որ որոշակի վնաս են կրում, գոնե այստեղ Ես չեմ ասում, որ ժամանակ ավելի քիչ է լինում այդ վնասը։ Ես չեմ ասում, որ վնասներ չեն կրում, բայց նաև պիտի հասկանանք, որ այդ վնասները այն գինն է, որ մենք վճարում ենք փաստացի մեր ինքնիշխանության համար։ Եթե մենք պիտի օրինակ ելակի, ծիրանի կամ, չգիտեմ, ջերմուկի արտահանման առաջ խնդիրներ չստեղծելու համար ամեն ինչին անվերապահ ենթադրենք, դա նշանակում է մենք մեր ինքնիշխանությունը վաճառում ենք ծիրանի, ելակի, մնացածի գնով։ Հարցի երկարաժամկետ լուծումը ըստ էության մեր տեղական արտադրանքի որակի էական բարելավումն է եւ ստանդարտներին համապատասխանությունը, որպեսզի անգամ տեխնիկական հիմք էլ չունենան, այդ պատրվակն էլ չլինի, որովհետեւ հիմա ըստ էության այդ պատրվակը կա։ Ցավոք սրտի, դա այդպես է, ուղղակի դա օգտագործվում է ըստ նպատակահարմարության։ Շնորհակալ եմ զրույցին։ Ձեզ նույնպես շնորհակալ։ Զրուցակիցս Բաբկեն Թունյանն էր։ Կհանդիպենք։